Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչպես արդեն տեղյակ եք, մայիսի 4-ին ժամը 11:45 մենք ստացել ենք ահազանգ Կոտայքի մարզային փրկական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Մարմարիկ բնակավայրում 2-ամյա երեխա է կորել եւ հավանական վարկած կա, որ ընկած լինի գետը, քանի որ տունը գետին շատ մոտ է։ Մենք այդ ժամից սկսված Կոտայքի մարզային փրկական վարչության ենթակա ստորաբաժանումները իրականացնում են որոնողական աշխատանքներ թե Մարմարիկ բնակավայրում, Մարմարիկ բնակավայրի հարակից տարածքներում, Մարմարիկ գետի երկայնքով եւ Աղբյուրակի ջրամբարում։ Եվ ավելի ինտենսիվ ձևով որոնողական աշխատանքները ներկապային շարունակվում են, ներգրաված է նաեւ հարակից մարզերից, Գեղարքունիքից, Արմավիրից, Արարատից, Արագածոտնից մինչ այս պահը ներգրաված են եղել շուրջ 796 փրկարար ծառայողներ, շուրջ 450 ոստիկանության ծառայողներ, հարյուրավոր կամավորներ, բնակիչներ, ինտենսիվ ձևով որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց արդյունք չունենք ներկա պահին։ Բան Սեթերքյան կխնդրեմ նաև տարբերակները, որովհետև շատ վարկածներ կան այն մասին, որ միգուցե երեխային առևանգել են եւ այլն, բայց կարծես թե կենտրոնացած է գետի վրա ուշադրությունը եւ բավական եթե տեղյակ եք ինչ այլ վարկածներ են այս պահին շրջանառվում, մասնավորապես սարերում եւ ձորակներում նույնպես որոնողական աշխատանքներ կատարվում են թե Բոլոր վարկածները ոստիկանության մեր ծառայողների եւ մեր կողմից ստուգվում են, չենք բացառում ոչ մի վարկած, բայց ամենայն դեպս շատ ուժեր միջոցներ ներգրավել են գետում, քանի որ տունը գետին շատ մոտ է, հնարավոր է որ գետը ընկած լինի, այդ իսկ պատճառով Աղբյուրակի ջրամբարում ներկապային մեր ջրասուզակները եւ ջրափրկարական նավակներով իրականացնում են որոնողական աշխատանքներ, վիդեո նկարահանումներ ենք իրականացնում ջրամբարի հատակը, ցանկացած իր, որը որ նմանեցնում ենք երեխայի հագուստին, մեր փրկարարները նկարահանում են եւ հարազատների հետ համեմատություններ ենք տանում, որ հասկանանք իրեն է պատկանում թե չէ, որովհետեւ մենք ներկապային ոչ մի հետք չենք գտել, որպեսզի կարողանանք հասկանանք, որ ինքը գետում է, թե այլ տեղում, բայց մեր փրկարարները ոչ միայն գետի, այլ հարակից բոլոր բնակավայրերում, Մարմարիկ բնակավայրի բոլոր շենքշինություններում, ինչքան կասկածելի վայրեր կա, մենք բոլոր տեղերում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ, ինչպես նաև մեր ոստիկանության ծառայողները, բոլոր վարկածները, բոլոր ահազանգերը, ինչ ահազանգեր լինում են հարազատների հետ, անպայման ստուգում են, որ հասկանանք դա ինչքան է իրականությանը համապատասխանում։